Երիտասարդ, բայց արդեն փորձառու, պրոֆեսիոնալ եւ նպատակասլաց։ Մեր այսօրվա հյուրը հայտնի պլաստիկ եւ միկրովիրաբույժ Արամ Սահակյանը ոչ միայն շարունակել է իր հոր Հայաստանի վիրաբուժության լեգենդ Արտավազ Սահակյանի ճանապարհը, այլև ստեղծել իր սեփական անունը։ Ռուսը լավ բառ ունի, վրաչ at Բոգը։ Երևանցի, ընկերասեր, ընտանիքի մարդ, ծնողին հարգող։ Ջանն է Արամը։ Բացարձակ խենթ, լավ իմաստով։ Ես չեմ պատրաստում զավակիս գովել, ես գոհ եմ իրանից։ Հրաշք պապայա, ուրիշ բառով չեմ կարող ասել։ Նա 24/7 ռեժիմով, շատ վստահելի ընկեր է։ Էվոլյուցիոն տղա է ինքը ինձ համար։ Բարև ձեզ Արամ։ Ողջույն։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ, որ այսքան երկար սպասված մեր հանդիպումը եղավ։ Այո։ Ինչպե՞ս եք։ Չնաշխարհիկ, շատ լավ։ Եվ խառը ինչպես միշտ։ Այլ կերպ չեմ պատկերացնում։ Միգուցե չի էլ ստացվի երբեք։ Ինձ միշտ հետաքրքրել է, երբ դուք երեկոյան պարկում եք քնելու, բնականաբար պլանավորած եք լինում ձեր օրը, որտեղ կանգառներ համարյա հաճիկների եւ մնացած բաների համար բացի վիրահատություններից քիչ են լինում։ Երբևէ հաջորդ օրը ինչ որ մի բան խառնում է այդ գրաֆիկը հաճելի առումով, թե չի ստացվում։ Իմ գրաֆիկը միշտ խառնվում է ցանկացած բaragայում։ Հաճելի առում։ Թեկուզ հաճելի, որտեվ կարող է տենց սյուրպրիզներով լի օրեր են լինում։ Միշտ ինչ որ բան սենց տակից բուստում է, որտեղ որ հաճելի ինչ որ մի բան կունենամ։ Արտավազ Սահակյանի որդի լինելը մասնագիտության առումով ձեզ այլընտրանք չի թողել, չէ՞։ Ոչ թե ընտրության հնարավորություն չեմ ունեցել, ես ուրիշ բան չեմ էլ ուզել։ Չի ստացվել, տենց որ ես ընտրություն ունենամ օրինակ ճարտարապետության եւ բժշկության մեջ։ Ինքնուրույն է ստացվել։ Բայց որ հետ ենք դառնում այ վաղ մանկություն, ուրիշ երազանք չեք ունեցել։ Մասնագիտության հետ կապված չէ, երբեք ենթադրում եմ չեմ ունեցել երազանքները շատ ավելի լայն, ավելի գլոբալ են, բայց մասնագիտության հարցում միանշանակային եք երազում մանկության տարիներին։ Չեմ ասին։ Չեք ասին։ Բայց այդ բեռի պաշարը թեթևացրել եք մանկության երազանքների։ Հնարավորինս այո։ Շատ բաներ կա, որ իրականացրել եմ եւ լավ մարդ լինելն էլ ա եղել գերխնդիր եւ ես ինձ միշտ հաշվետու եմ, թե ես ինչքանով մի բան լավ եմ անում, թե վատ, եւ դա այդ գնահատականներից մեկն է, որ ինքս ինձ համ տալիս եմ եւ երազանքի ինչ որ մի չափն էլ ենթադրում եմ դա թող բարձր չհնչի, բայց ես իսկապես աշխատում եմ ամեն ինչ անեմ, որ լավ անեմ։ Եվ ձեր ներսում ներդաշնակ լինեք ինքներդ ձեր հետ, այդ առումով։ Ներդաշնակությունը ժամանակավոր հաճելի պահ է, որտեղ ինքը միշտ տատանվում է, առավել եւս այսօրվա մեր շատ արագ ընթացող եւ վայրի վերումներով գնացող կյանքի։ Երբ սովորում եք բժշկական համալսարանում, դուք ձեր հոր ամբիոնում, մնացած ուսանողների հետ մասնակցում եք վիրահատություններին, բայց ես շատ լավ իմանալով Արտավազ Բագրատիչին, գիտեմ, որ ինքը ձեր հանդեպ շռայլ չի եղել, շատ խիստ է եղել, եւ այդ առումով դուք միշտ եղել եք խոշորացուցի տակ։ Շատ լավ է եղել իրականում, որովհետեւ եթե կարծում տենց չլիներ, ոչ մի բան էլ չէր ստացվի, բոլոր ուսուցիչներն էլ այդպես են եղել, սկսված անգամ իմ ամենասիրելի անատոմիայի ամբիոնից, նույն Գոհար Պետրոսովնան, իմանալով, որ Արտավազդի տղան եմ, միշտ մի հատ բառ կա, որ միշտ իր հետ կապ ունի, օրինակ ասում էր ես քեզ կմաշկեմ։ Դա իմ նույն հոր համար շատ
հաճելի բան էր, որ ինձ բոլորը համասարանում փորձում էին մաշկել։ Այսինքն դժվար չի եղել խոշորացեցի տակ լինելը։ Իհարկե շատ դժվար էր, բայց դա լավագույնն էր, որ կարող էր լինել։ Ես հիմա հետ եմ նայում եւ այլ տարբերակ չեմ ուզի, նույն իմ ուսուցիչը Գևորգ Յաղջանը, որը նույնպես իմ հոր աշակերտն է, երբեք շատ փափուկ չի եղել իմ հետ, ինչպես որ բոլորը պատկերացնում են, այլ միշտ եղել է խիստ, ամենաշատը ինձնից է պահանջել, ու մինչև այսօր էլ, հիմա այսօր էլ է ինձ գրել է, այս գործին շատ լուրջ կվերաբերվես, սենց կանես, այսինքն ուսուցիչը միշտ գլխիդ լինի եւ շատ հանգիստ չվերաբերվի նրան, թե ինչ ես դու անում։ Էլի կան մարդիկ անուններ, ովքեր կերտել են ձեր կերպարը վիրաբույժի։ Շատ են իրականում։ Ամեն մեկից ինչ որ մի կտոր գողացել եմ, բայց իհարկե Արտաշ Բագրատչի եւ Գևորգ Վիգենչը առաջին հորիզոնականն իմ համար, որտեղ իրանք են սովորացրել այն, ինչ որ ես այսօր անում եմ։ Ինքը անդադ ինձ տեսել է աշխատանքի վայրում բժիշկների հետ, արդյունքները նույնիսկ ես այն տարիներին ավելի երիտասարդ էի եւ բավական ջերմ հարաբերություններ էի ունենում իմ պացիենտների հետ, ինքը այս ամենը տեսել է, գիտակցել, սիրել եւ ինքն է ընտրել այս ճանապարհը։ Ի տարբերություն այլ ծնողների ես ոչ ստիպել եմ, ոչ էլ որևէ բանում աջակցել եմ բժշկական ընդունվելու կամ հետագասովելու, ասել եմ, որ պետք է քո չարքաշ աշխատանքով կայանաս, որևէ մեկի զավակից ավելի լավը չես, այսպես, ես շատ պահանջկոտ ծնող եմ եղել, եւ կարծում եմ լավ վիրաբույժ է դարձել, քանզի բազմիցս լսում եմ, նույնիսկ զանգում են ինձ, ասում են ինչ հրաշալի տղա ունես, շատ գոհ ենք ոչ միայն որպես վիրաբույժ, այլ որպես մարդ հոգատար, պատասխանատու։ Մարդ, որը հանդիսանալով շատ վաստակաշատ եւ պատկառելի հոր տղա, ստանձնում է եւ պետք է ստանձնի այդ բեռը, որովհետեւ ինքը այն ստատուսում չի, որ մենակ ինքն է ներկայացնում իր ազգանուն առողջապահությունում եւ բժշկությունում, պետք է զինվի աշխատասիրությամբ, ինքը ունի այդ շարմն ու խարիզման, այդ տաղանդը, որ իրան փոխանցվել իր հորից եւ ես շատ եմ միշտ իր հետ խոսում, մենք իրար հետ քննարկում ենք դա, որ ինքը ոչ միայն դա պետք է շարունակի, այլ պարտավոր է դա շարունակել։ Դուք չմնացիք ձեր հայրիկի հետ աշխատելու, հա? Ինքը ձեզ գործի չընդունեց։ Մեծ հաճույքով կընդունվեի իր մոտ աշխատանքի, բայց ինձ ոչ ոք չընդունեց։ Եվ լավ արեց, չէ՞։ Շատ լավ արեց։ Դա հրաշալի որոշում էր եւ բավական խոհեմ որոշում էր։ Որտեւ մենք մի հատ շատ վատ արտահայտություն ենք բժիշկներս, վիրաբույժներս, գրուչոք բռնող։ Երբ որ դու միշտ կոմֆորտ զոնայում ես մնում, երբեք ոչ մի ռիսկի չես գնում, պատասխանատվություն չես վերցնում, դա վատագույն անեծքն է, կարծում եմ, վիրաբույժի համար, որ քեզ ասեն գրուչոք բռնող։ Եվ ինքը ինձ ուղարկեց այնտեղ, որտեղ որ ես ստիպված էի ինքնուրույն գործել։ Եվ անսպասելի իրավիճակներից գտնել լավագույն ելքերը։ Այո։ Հիմա կհիշեք ձեր առաջին լուրջ վիրահատությունը։ Երբ արել եք մենակ ինքներդ։ Առաջին լուրջ վիրահատությունը եղել է նոյեմբերի 3-ին, առաջին իմ աշխատանքի անցնելու օրը։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, այո։ Բացարձակ անծանոթ հիվանդանոց, միակ բան, որ ճանաչում եմ հիվանդանոցում, մանկաբույժներն էին, քանի որ մի քանի անգամ այնտեղ հիվանդանալու ժամանակ մեծ աղջիկներից երկուսին էլ այդ ընթացքում արդեն տարել էի, դեռ բոլորին ճանաչում էի մանկաբույժներից, բայց ոչ վիրաբույժական թիմին։ Ինչ վիրահատություն էր։ Անդամահատված մատ մանկահասակ երեխայի, որը հաջողությամբ ավարտվեց։ Շատ վախեցած էի առաջի օրերից, ես էլ մենակ էի, իմ ընկեր օրթոպեդ Մելիքյան Զավենի հետ այդ վիրահատությունը արեցինք։ Իհարկե դժվարությամբ շատ երկար տևեց, որտեղ մենք մենակ էինք, միկրովիրաբույժական գործիքների մինիմալ սեթով, որտեղ ես էլ չէի հասցրել տեղափոխվել։ Բայց լավ եղավ։
Դուք էմոցիոնալ մարդ եք։ Չափազանց։ Եվ պիտի որ մանուկների հետ նման վիրահատությունների ժամանակ սկզբում դժվար լիներ։ Հիմա էլ է դժվար, բայց ես աշխատում եմ ինձ զսպեմ։ Հայրս միշտ ինձ բախարակում ասում է, որ էմոցիաներից, կանանցից եւ գինուց հնարավորինս խուսափի, ես էլ փորձում եմ։ Վիրահատարանում, երբ աշխատել եք Արտավազդ Բագրատիչի հետ, բնականաբար հեշտ չի եղել, այ ինչպիսին է ձեր դուետը եղել վիրահատարանում, կնկարագրեք։ Չի եղել, իր մոտ ինքը մոնո է աշխատում, ներ վրա գոռում է բանանում, բայց դաստիարակվում ես։ Ինքը աշխատասեր է, ուշադիր է։ Ես չափից դուրս պահանջկոտ եմ, երբեմն չէի ասի կոպտության աստիճան, բայց վիրահատությունների ժամանակ մենք կովկասցիներս բավականին բուռն տեմպերամենտ ունենք եւ երբեմն կարող է բարկանալ, որ ինքը ցավ էր տանում, բայց գիտի որ հայրը իրեն սիրում է, այսպես չափազանց արագ աշխատում ինքը, ես ավելի մտածելով, իհարկե դա փորձի տարբերությունն է, բայց դժվար է, չէ, իր հետ վիրահատելը դժվար է, բայց ուսուցողական է, դու տեղից ես քաղում։ Նեք ինչ եք սովորել իրենից վիրահատարանում, տեխնիկայի առումով եւ ընդհանրապես։ Ես օրինակ միշտ զարմանում եմ, երբ որ վիրահատությունից առաջ papan գիրքը բացում է, մի հատ էլ նայում, մտածում եմ, ասում, բայց դու այս գրքերի մի մասի տարբերակների հեղինակն ես, էլ ինչի ես բանում, ես մտածում եմ, որպեսզի վիրահատության ընթացքում պարզ լուծումները արդեն գտած մտնի։ Եթե չէ, ելի պետքա չվախենալ, պետքա գործել գիտելիքների թիման վրա։ Այս տարիները մեզ հետ աշխատելու զուր չանցավ, որտեղ նա փայլուն փորձ կուտակեց։ Եթե ես բազմածավալ բարդագույն վիրահատությունների եմ գնում, ինքը ավելի շատ ասում է էսթետիկ վիրահատությունները, այսինքն մարդու արտաքին տեսքի բարետես դարձնելու վիրահատությունները եւ շատ պահանջկոտ է եւ շատ բծախնդիր է իր աշխատանքի նկատմամբ։ Նույն գործողություն, եթե ես ավելի արագ կանեմ, ապա նա ամենավերջին մանրունքը նույնպես հետևում է, որպեսզի կատարյալ լինի եւ պացիենտը գոհ լինի։ Այս առումով երևի տեխնոչես իր մորգեներն են, ով եւ դիզայներ է եւ նկարչու է եւ շատ ճաշակով մայր ունի տղաս, այնպես որ այս առումով միգուցե դա նույնպես նպաստել է կատարելությանը։ Կուզեմ առանձին նշեմ նրա պրոֆեսիոնալիզմի յուրահատկությունը եւ բարձր մակարդակը։ Օրինակ սեփական օրինակով կարող եմ նշել ձեռքսեի վնասել եւ նյարդը կտրվել էր ամբողջությամբ եւ երբ Արամը եկավ, եթե չեմ սխալվում, նույնիսկ իր միկրոսկոպը այդ օրը հասանելի չէր աշխատում եւ ակնաբուժներից վերցրեց միկրոսկոպը, մի քանի ժամ տևող բարդ վիրահատության արդյունքում վերականգնեց նյարդի ամբողջականությունը։ Խոսում ենք շատ բարակ նյարդի մասին, որի ֆունկցիան շատ կարևոր է ինձ համար որպես ռադիոլոգ։ Եվ այսօր փառք Աստծո իդեալական արդյունք ունենք եւ նմանատիպ кейսերը, նմանատիպ դեպքերը ամեն օր իր մոտ։ Դուրը բացվում է եւ դուք մտնում եք վիրահատարան։ Ամեն ինչ փոխվում է, չէ՞, եւ ինչ տրանսֆորմացիաներ են լինում ձեր մեջ։ Պրակտիկորեն ամեն ինչ մոռացվում է։ Ես չգիտեմ ինչ որ այդ ինչ խնդրեմ պետքա լինի, որ վիրահատարանում հիշեմ։ Ես վերջերս նոր տեղել եմ գտել, որ խնդիրներից մասին մոռանում եմ ինչ այլուց։ Մարզասրահում ահագին ժամանակ չեմ մարզվել, ես վերջերս սկսել եմ ու երկրորդ տեղն եմ գտել, որ ընդհանրապես մտածելու արտաքին աշխարհի խնդիրների մասին մտածելուց մի պահ ցրվեց գոնե։ Դե իհարկե վիրահատարան առաջի տեղում, այս ոնց որ մարզասրահը շատ դուրս եկել է։ Դարձել է ձեր օրվա անբաժանելի մասը։ Ինչ որ շատ լավ տարբերակ է դարձել։ Մոռացել էի դրա մասին, էլի։ Մոռանում եք ամեն ինչ վիրահատարանում եւ սկսում եք մոռանում ենք եւ սկսում ենք նոր սերունդ կրթել։ Ահա։ Գիտելիքների փոխանցումն է շատ կարևոր նաեւ վիրահատարանում։
որտեղ ես ունեմ արձինատրներ, որոնք արդեն բժիշկներ են, բայց սկսնակ բժիշկներն իրանց էլ պետք է մաքսիմալ ինչ-որ ինֆորմացիա եւ հմտություններ փոխանցես, որպեսզի վաղը չամաչես նրանց գործած սխալների համար։ Դե ի վերջո պատասխան ես տալու դու։ Կան պահանջներ, որոնք դուք դնում եք իրենց առջև վիրահատարանում։ Պարտադիր։ Պարտադիր շատ լավ տրամադրություն ունենալը, շատ զավզակություն չանելը, մաքսիմալ մասնակցելը վիրահատության, անգամ եթե դու լվացված չես այդ վիրահատությանը, ներկա լինես եւ նայես եւ մտածես ինչի է այդպես կատարվում։ Օրինակ ես մեկ-մեկ լինում աղջիկները հեռախոսի մեջ են լինում, բան այդ օրինակ ինձ շատ ջղայնացնում է։ Բայց լավ է, մեկը ստացվում է վերջում։ Մեր ծանոթությունը Արամի հետ շատ հետաքրքիր ծանոթություն էր ու որը ինչ-որ sense կարճ process-ից հետո վերածվեց մտերիմ ընկերության։ Մենք ծանոթացանք հիվանդի հետ կապված, ով որ ուներ շատ ծանր խնդիր, մոտավորապես մի տարի առաջ վիրահատված աղիքային անանցանելիությամբ ու ինքը ուղղորդվել էր որովայնում թարախակույտերի կապակցությամբ։ Հետազոտությունների ժամանակ պարզվեց, որ նման խնդիրների հետ մեկտեղ առաջացել է աղիքային անանցանելիություն։ Եթե մենք կարճ ասած բացեինք այդ որովայնը, հետո մենք մեծ խնդրի առաջ էինք, թե ոնց էինք փակելու այդ որովայնը։ Բայց չենք կարող չբացենք այդ որովայնը, որովհետև կյանքին վտանգ էր սպառնում։ Այդտեղ մի հատ մտահղացում առաջացավ, որը կիրառվում է, այդ վակուում թերապիան է։ Այդ վիրահատությունը ոչ մեկ հələ մինչև մեզ չէր արել ու նման փորձ չկար, ու նկատում եմ Հայաստանում։ Ինձ ասացին, որ Արտավազդ Բագրատովիչի տղան Սահակյան Արամը ինքը զբաղվում է դրանով։ Արամը կապնվեց, մենք խոսացինք շատ արագ, հասկացանք սիտուացիան ինչ է ու Արամը գտավ այն պարագաները, ինչ այդ պացիենտի համար պետք էր ու եկավ համալսարանական հիվանդանոց։ Առաջարկեց իր օգնությունը այդ պացիենտի հետ կապված, որ ինքը կմասնակցի։ Իհարկե ես սիրով ընդունեցի այդ օգնությունը, որովհետև նման սիտուացիաներում ընկեր ունենալ կողքը, մարդ ունենալ, որ քեզ կարա նեցուկ լինի, աջակից լինի ու օգնի այդ իրավիճակից դուրս գալու, իհարկե միշտ հաճելի է, ուրախալի է ու մենք ոնց որ իրար հետ մտանք այդ վիրահատության։ Ու այդ դեպքն էր, որ կարևորագույն sense բանալի դեր խաղաց իմ ու Արամի հարաբերությունների մեջ, Արամին ճանաչելու մեջ որպես մարդ, ես հասկացա, որ Արամը այն մարդն է, ում հետ կարած գնաս պատերազմ ու նման իրավիճակներն են ցույց տալի մարդու որակները, մարդու էությունը։ Որպես ռադիոլոգ ես տեսնում եմ վիրահատությունից առաջ բուժառունը եւ վիրահատությունից հետո եւ հստակ կարողանում ենք դիֆերենցիալ ինչպիսի վիրահատություն է կատարվել, արդյոք որակյալ վիրահատություն է կատարվել եւ ինչպիսի դինամիկա ունենք բուժման ընթացքում։ Եվ նրա մոտ դրական դինամիկաների շարքը շատ մեծ է, որը ես գնահատում եմ եւ համոզված եմ, որ այդտեղ իր մեծ լուման ունի ներդրած նաեւ Արտավազդ Բագրատիչը, ում անգնահատելի դերը ոչ ոք չի կարող ուրանալ եւ ում վիրահատությունների մասին լեգենդներ են պատտվում, բայց այդ լեգենդները հիմք ունեցող այսպես պատմություններ են իրական։ Դուք 14 տարի ղեկավարել եք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ծառայությունը։ Ձեր կենսագրության մեջ այդ հասցեի դերը հիմնական կազմավորման որպես առանձին բժիշկ միանշանակ կարող եմ ասել, որ Սուրբ Աստվածամայրում ամեն ինչ սկսվել, լավագույն տարիներն են եղել իմ մասնագիտական եւ լավագույն թիմն ա եղել, որի հետ աշխատել եմ եւ սկսել եմ աշխատել։ Ու երկրորդ ալմա մատեր ա եղել, այսինքն այդտեղ սովորել եմ համ ընդհանուր վիրաբույժներից, համ օրթոպեդներից, այդտեղ ձևավորման փուլն ա ամբողջանցել։ Հիմա շատ ավելի հեշտացել է ամեն ինչ, բայց այն ինչ որ եղել է Սուրբ Աստվածամայրում երբեք չի կրկնվի։ Դե իհարկե Շատ ակտիվ տարիներ են եղել եւ այդ հիվանդանոցը շատ մեծ
պացիենտների հոսք ուներ եւ շտապ օգնության եւ պոլիտրավմաների, բայց միաժամանակ կատարում էինք նաեւ էսթետիկ վիրաբուժություն, վիրահատություններ եւ ամեն ինչի տենց սիմբիոզ էր այդտեղ։ Ամեն ինչ անում ենք մի պալատում կրծքի մեծացման վիրահատություններ, կողքի պալատում օրինակ անդամահատված մատերի վերականգնման հետ կապված վիրահատություններ, ռեպլանտացիաներ կայանալու, առաջ գնալու եւ ամեն ինչ դարակներով շարելու շատ լայն սպեկտր ա եղել։ Այո, միանշանակ։ Իսկ այ որ դուք հիմա հետ եք նայում այդ տարիներին եւ ձեզ դուք ձեր կերպարի մեջ ինչ նոր գծեր եք զարգացրել, ինչ նոր սովորույթներ, բնավորության գծեր հենց այդ տարիներից, հա դուք քիչ համբերատար եմ դարձել, մի քիչ ծանր ու թեթևանող եմ դարձել։ Սկզբնական շրջանում ես չի պատկերացնում, որ մատ կբերեն, ես էլ չեմ կպցնի, բայց հայրիկս ասում էր, որ դե չի ստացվելու, հանգիստ փորձի, բայց դե չի ստացվելու։ Այդ էնտուզիազմը, որը որ հենց այնց, այսինքն ռոմանտիկ է, չհիմնավորված էնտուզիազմը, դա վերածել է ավելի փորձի վերափոխվելով։ Այսինքն ես հիմա գիտեմ ինչ անեմ կստացվի, ինչը չի ստացվի։ Բայց միշտ վերականգնողական եւ պլաստիկ վիրաբուժության ժամանակ մարդիկ հրաշքներ են սպասում բժշկից։ Ու դա բարդ է բժշկի Շատ լավ են անում, որ սպասում են։ Հրաշքներ իհարկե լինում են, պետք է սպասել հրաշքների։ Դա ձեր հայրը հրաշագործ է։ Ինքը մեծ գիտնական է։ Ինքը լավ գիտի ինչ անի եւ դա հրաշքներ չեն։ Դա ամուր գիտելիքի, պրոֆեսիոնալ ձեռքի համադրությունը։ Դուք ովքեր երկար ժամանակ մնում եք շատ հայտնի ծնողների ստվերների տակ, շատ ջանքեր է պահանջվում, որ հետո ապացուցես, որ դու ես։ Շատ ծանր կտոր եք ասում, ես իմ մանկական տրավմաներից մեկն է, իմ էլի կրկնեմ Գևորգ Յաղջյանը մի անգամ տենց տակով ասեց «Природа на детях отдыхает» եւ ես երկար ժամանակ փորձել եմ դրա տակից դուրս գամ։ Գևորգ Յաղջյանը նաեւ ինձ այնքան փոքր ժամանակից է դաստիարակել, այսինքն դպրոցից սկսած, ինքը կարող է գալ իմ հետ անգլերեն պարապեր, մաթեմատիկա պարապեր, ու տենց ջղայնանում էր, տենց մի օր տենց ասեց, էլի, բայց դրա տակից դուրս գալ պետք էր, եթե ես այդ միտքը պահեի իմ մեջ ու չփորձեի ինչ որ բան անեի, կարող ոչ իմանալ չէր ստացվի։ Ես իհարկե շատ ուրախ եմ արտավազդի տղա լինելու այդ կոչմանը, բայց ամեն դեպքում ես չէի ուզենա միայն դրանով սահմանափակվել։ Դա անսահման երջանկություն է, բայց դրանից պետք է դուրս գալ եւ ինքնուրույն մի քիչ գոնե փորձել դառնալ։ Արտոյի տղա Արամը իմ լավ ընկերներից է, հետաքրքիր բժիշկ է, բացի բժիշկ լինելուց շատ Կարքին մարդ է, շատ հետաքրքիր իր մասնագիտությամբ ֆանատ։ Նախ պետք է հիշենք, որ յուրաքանչյուր անձ հզոր է իր ընտանիքով եւ ծնողներով եւ Արամը Սահակյան այն տաղանդավոր մասնագետի որդին է, ում բոլորս գիտենք։ Արտավազդ Սահակյան Արտավազդ Բագրատիչը, ինչպես մենք բոլորս ենք դրան ասում, տաղանդավոր մասնագետ է եւ ասեմ, որ Արամի վրա շատ մեծ պատասխանատվություն էր լինել նրա որդին եւ դառնալ լավ մասնագետ այդ process-ում եւ ըստ իս նա պատվով կատարում է։ Ես այդ ընտանիքի նկատմամբ ընդհանրապես թուլություն ունեմ, որովհետեւ չեմ կարող չասել Արտո Բագրատիչի մասին, որ անսահման ջերմությամբ եմ վերաբերվում եւ իհարկե Արամը այդ ոնց ասեմ, ոնց որ այդ ընտանիքի քվինտեսենցիան լինի, ամեն ինչ իր մեջ ունի։ Ես Արամին նայում եմ ոչ թե որպես պլաստիկ վիրաբույժ միայն, ես նայում եմ իրան վիրաբույժ, ես նայում եմ իրան բժիշկ, տեսնում եմ իրան բժիշկ, պրոֆեսիոնալ, վստահելի, ինչը վիրաբուժության մեջ շատ առանցքային դեր խաղացող հատկություն է։ Տղամարդ, ով չի ընկրկում խնդիրներից, ընկեր, ով կարող միշտ կողքդ կանգնած լինի ու անգամ ամենադժվար սիտուացիաներում իր հետ վստահ դու կարող ես քայլես առաջ։ Այսօր ձեր օրվա մեծ մասը վիրահատությունները ունեն
էսթետիկ ուղղվածություն Շենգավիթ բժշկական կենտրոնում եւ Էվա Մեդ բժշկական կենտրոնում։ Դից չեմ կարող ասել մեծ մասը էսթետիկ է, որովհետեւ բոլոր տարբերակները, որոնք որ մենք մեր վիրահատությունների ցանկը կատարվում է, իրանք անընդհատ են, այսինքն նույն վերականգնողական վիրաբուժության եւ էսթետիկ վիրաբուժության հետ կապված գործողությունները նույն քանակով ընթանում են, այսինքն չեմ առանձնացնի իրականում։ Ես շատ փորձում էի միայն անցնել էսթետիկի եւ հնարավորինս անհոգ եւ գիշերները տանը կյանք կազմակերպեի, բայց էլի չի ստացվում եկա։ Եվ հետո հաստատ դուք կկարոտեիք անհետաձգելի վիրահատություններին, եթե ամբողջերս զբաղվեիք էսթետիկ վիրահատությամբ։ Ի վերջո, այսքան հələ կրճատված վիճակում, որտեղ Շենգավիթում շատ ավելի քիչ է, քան շտապօգնության հիվանդանոցում, շատ են կարոտում, որտեղ ամենահետաքրքիր վիրաբուժությունը ի վերջո իմ համար, եթե անկեղծ լինեմ, դա անհետաձգելի վիրաբուժությունն է։ Ամենաշնորհակալ պացիենտները երեխաներն են, չէ՞։ Միանշանակ, անքննարկելի փաստ է։ Ես ամենամեծ հաճույքը, որ երեխան քո առանձնասենյակում ժպտում է քեզ եւ չի վախում քեզանից եւ չի լացում, եւ այդ աչքերի մեջ շատ շնորհակալություն կա, թեկուզ անգիտակից։ Ես մի քանի անգամ տեսել եմ ձեր կաբինետի այդ տեսարանները եւ ինքս եմ ուզվել։ Լինում են տենց բաներ, ես երեխաներին ճանապարհում եմ, մի հատ ես եմ ուզվում։ Երկար տարիներ աշխատեց մանկականից Սուրբ Աստվածամարում, որ աշխատեց երեխաների հետ։ Ամեն երեխայի հետ ոնց որ sense ապրումների մեջ էր միշտ լինում, այնքան էին սիրում իրան այդ երեխաները, ինքն էլ էր սիրում այդ պահը իրա շատ էլի։ Անգամ շատ երեխաներ կա, որ ինքը քավոր է իրանց եղել, կնքել է, այտենց իրանք այնքան էին սիրում իրան, որ ուզում էին, որ իրանց բժիշկը ոնց որ դառնա իրանց քավորը։ Էսթետիկ վիրահատությունների առաջին հորիզոնականում ռինոպլաստիկան է ձեր մոտ։ Ռինոպլաստիկան եւ աուգմենտացիոն մամոպլաստիկան, կրծքերի չափի եւ ձևի վերականգնումը առաջին հորիզոնականն եթե նայենք։ Յուրաքանչյուր բժիշկ ունի իր սիրելի էսթետիկ վիրահատությունը։ Ես պիտի կռահեմ, որ ձերը հենց մամոպլաստիկան է։ Շատ եմ սիրում, այո, որովհետեւ ռեզուլտատը մաքսիմալ արագ է երևում։ Համ դու ես քո արածից հաճույք ստանում, համ պացիենտդ։ Իսկ ինչ հատկանիշներ են պետք լավ էսթետիկ բժիշկ լինելու համար։ Չափի զգացողություն, հիվանդին շատ վիրահատությունների գնալ չստիպելը եւ մաքսիմալ բնական եզրերը պահպանելը։ Ավելորդ վիրահատական միջամտությունները կնոջը միշտ տգեղ կսարքեն։ Շտկում է պետք, ոչ թե ձևափոխում։ Այսինքն բնականության սահմաններում ամեն ինչ։ Ես շատ կողմնակից եմ դրան։ Եվ իմ պացիենտների փառք մեծ մասը ինձնից դա են պահանջում, որովհետև ամեն իրականում բժիշկ իր կոնտինգենտը ունի։ Այո։ Եվ իմ պացիենտների մեծ մասը դա նախորդ պացիենտից բերած պացիենտն է։ Դրանք ամենալավ պացիենտներն են։ Այո, եւ իրանք չունեն հիմնական այլ պահանջներ չկան։ Այսինքն բնականին մոտ դժվար թե օրինակ մի կինո որ մաքսիմալ բնական կուրս կա ուզում օրինակ բերի մի պացիենտ, որ բացարձակ տարբեր բան է ուզում, այսինքն շատ ավելի վուլգար, շատ ավելի տենց ցայտուն, շատ գոհ եմ ես իմ պացիենտներից։ Սկզբունքներ, որոնք աշխատանքում պահպանում եք։ Սկզբունքները կյանքում էլ, աշխատանքում էլ երևի թե նույնն են։ Սկզբունքները մի վնասիրն է մեկը մնալու առաջի տեղում։ Իսկ մերժում եք որևէ այցելուի եւ որ դեպքում է լինում մերժումը։ Շատ։ Իմ արձինատրները տենց մի հատ փոքր անուն են դրել հիվանդ ցրող։ Որտեղ շատ դեպքեր ա լինում, որ պացիենտին բացարձակ կարիք չկա վիրահատելու։ Մի քիչ բավարարվի էլի աշխատած այդ փողով, մի ամեն ինչը չի որ պիտի վիրահատես։ Եվ ամեն պարագայում տանել հիվանդին արագ վիրահատարան լավագույն
Լուծումը չի։ Փողը մենք մեկը էլի աշխատելու ենք։ Ինչ խղճիներից հետ էլ հանգիստ լինենք, էլի։ Մանրամասն զրուցելը այդ դեպքում շատ կարևոր է, չէ՞, եւ նաեւ հնարավոր բարդությունների մասին տեղեկացնելը հիվանդին։ Պարտադիր պայմաններից մեկն է հիվանդին մինչև մահվան ելքի մասին անգամ տեղեկացնելը, որովհետև շատ ժամանակ պացիենտը պարտավոր չի եւ կարող է եւ չիմանա որոշ հանգամանքներ վիրահատության ելքի եւ արդյունքի մասին։ Ամբողջը պետքա չալարել եւ այո, պացիենտի հետ նստել, զրուցել, անկեղծ ռեզուլտատների մասին պատմելը։ Այտենց ոսկի սարեր եւ հրաշալի ռեզուլտատներ մի դեպքում, երբ որ չես ակնկալում եւ չի լինելու, խաբելը լավագույն տարբերակը չի։ Մենք այս քաղաքում բոլորս բոլորին ճանաչում ենք։ Իհարկե։ Եվ շատ դժվար է քայլել փողոցում, որ քո հետևից ասեն այն ասեց խաբեց։ Ճիշտ է։ Լինում են վատ ռեզուլտատներ իհարկե, բայց դրանք նպատակային չեն։ Չի լինում մի բժիշկ գտնեք, որ ինքը ոչ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ վատ արդյունք չունենա։ Վստահ կա, զգույշ է պետք լինել ամեն դեպքում։ Ձեր կաբինետում էսթետիկ վիրաբուժության եկած կնոջ հետ զրույցները ավելի շատ ինչի մասին են, գեղեցկության թե ինքնավստահության։ Ավելի շատ նրա մասին, թե ինչքանով իրան պետք է վիրահատությունը։ Դու պետք է հասկանաս, դա ռոպեական պորտկում է այդ վիրահատության պահանջը, թե իսկապես դրա կարիքը կա։ Երբեմն դեպքեր ա լինում, որ կանայք, ինչու՞ չէ նաև տղամարդիկ, որոնք տենց վիրահատության են գնում, այդ պահին մտքին փչելա, բայց ինքը վաղը փոշմանելու է։ Այ գրեթե մի 10 օր առաջ ընկերոջս կնոջն եմ վիրահատել, որը շատ գեղեցիկ կին է եւ շատ գեղեցիկ քթով եւ ինքը այն մտքով էր եկել, որ արտաքինն էլ փոխենք։ Բայց եկանք նրան, որ ընդհանուր հայտարարի եկանք, որ միայն պետքա ֆունկցիոնալ վերականգնել շնչառությունը։ Իսկ ինչ է պետք, որ այդ երկխոսությունը ձեր եւ այցելուի կայանա։ Դա ձեզնից է ջանքեր պահանջում, թե այցելուն է։ Ջանքեր չգիտեմ, բայց իմ մոտ ստացվում է մարդուն խոսացնել այն աստիճանի բերել, որ ինքը պատմի, թե ինչ նպատակով է ուզում գնա այդ վիրահատությանը։ Պացիենտը մի վայրկյանի այցելու չի, առավել եւս եթե վիրահատվեց արդեն։ Ինքը քո հետ կամ կընկերանա, կամ կփոշմանի դրա համար, որ սխալ ուղղություն տվեց իրան։ Ճիշտի դեպքում էլ կդառնա ընկերդ ու պետքա խոսացնես, այո, մի հատ հասկանաս այդ մարդն ինչ է ուզում եւ հոգեբանության ինչ որ գործիքներ պետքա կիրառել, որպեսզի հասկանալ այդ ամեն ինչը։ Փաստորեն կիսով չափել պիտի հոգեբան լինել։ Կիսով չափ չի, ահագին հոգեբանության հնարքներ պետքա օգտագործել, ահագին։ Միշտ չի որ պացիենտը բաց է մի անգամից քո համար։ Ստացվում է օրվա ավարտին, ու ես դա չգիտեմ որ ժամն է, այն ամենը, ինչ կատարվել է, հա, կլինիկայում, վիրահատարաններում, թողնել ձեր կաբինետում եւ հանգիստ դուրս գալ չտանելով ձեր հետ օրվա առաջին հատվածը, այդ օրվա առաջին մեծ հատվածը կարելի ասել։ Այնտեղ ուր գնում եք, դա կլինի տուն, դա կլինի որևէ։ Չէ, մենք տեսեք հիմա էլ նստած ենք, մեր միտքը, իմ միտքը անընդհատ պացիենտներից հետ կապի լինելն է, որտեղ մեկը ջերմում է, մեկը ցավում է, մեկը մի քիչ նվնվում է։ Այդ բոլորը նազուտ ուզնել պիտի տանես, ու դժվար է, տենց չես կարա երեկոյան անջատես հեռախոսդ, գնաս քո քեֆն անես, պարզվի, որ պացիենտը ընդեղ մի քիչ այդքան էլ լավ չի զգում։ Իսկ դրա դեմ երբեմն դժգոհում եք։ Չէ, դա մեր բնականոն սովորում ես այդ ռիթմին, ես միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որ եւ նախանձել եմ կարող է ինչ որտեղ, որ ժամը 6-ից իրանց գործերով են։ Երբեմն որ տենց մի հատ անգործ օր տենց բախտավիճակվում ունենալ, տենց ցերեկը որ մի հատ կարող գնամ կասկադով ման գամ, զգում եմ որ հիվանդանոցից դուրս էլ ցերեկը կյանք կա։ Տենց էլ է լինում։ Այդ որ գնում եք կասկադով ման եք գալիս, մարդկոցներն եք լիցքավորում։
Գնամ տեսնեմ ինչքան է ամեն ինչ շատ լավ Երևանում։ Մի քիչ, հա դե որտեղ ընկերներ ունեմ, բաներ ունեմ, որոնց պետք է մեկ-մեկ գնամ տեսնեմ, բան, նեղ Կասկադում մի հատ լավ կաֆե կա, ընկերներ շատ են այնտեղ լինում, ստեղծագործում են այնտեղ, գնում եմ հանդիպում եմ, հա լիցքավորվում եմ։ Գիտեք ինչի վրա եմ զարմացել, որ դուք ընդհանրապես օրվա մեջ շատ քիչ ժամանակ եք ունենում ընտանիքի, ձեր ընկերների, ձեր հաճույքների համար, բայց դուք ահռելի քանակությամբ ընկերներ ունեք, տարբեր շերտերից, տարբեր խավերից, տարբեր դասակարգերից, եւ ձեր ընկերները ձեզ շատ սիրում են։ Բժիշկները պետք է ընկերություն անել, իրանք էլ են դա հասկանում։ Դրա համար ներ ընկերության մի մասը անցնում է իմ կաբինետում։ Շատ ժամանակ։ Արամին ճանաչում եմ պատանեկության տարիներից, մեր դպրոցից, միասին սովորել ենք, միասին ավարտել ենք եւ մեր ընկերությունը շարունակվում է արդեն կարելի ասել 20 տարուց ավել եւ երջանկություն է ունենալ ընկերներ փոքր տարիքից, որոնք քո ամեն ինչը գիտեն, ամեն մի հումորդ, ամեն մի կյանքի դրվագը, շատ լավ այսօր պես հիշում եմ մեր վերջին զանգը, որ ես ու Արամը բոլոր ինչ որ ուրախանում էին, բան էին անում, բայց ես ու Արամը իր մեքենայի մեջ նստած ինչ որ շատ ռոմանտիկ երաժշտություն էինք լսում։ Այնպես որ ուզում եմ ասեմ, մեր ճաշակները ինչ որ չափով փոքրուց համընկել է իմ ու Արամի։ Նույնիսկ ինքը կարելի է ասել իմ երկրպագուն է իմ արվեստի, որովհետև իմ բոլոր համերգներին, իմ ֆիլմերին, իմ ներկայացումներին միշտ ինքը ներկա է լինում։ Ես էլ չեմ կարողանում իր բոլոր վիրահատություններին ներկա լինեմ, որովհետև դե այդպես անհնար է, բայց հնարավորինս եթե ինչ-որ փոքրիկ խնդիր է լինում, անպայման ուզում եմ գնամ, որ նա ինքը ինձ վիրահատի, մի քիչ ասենք, խոսենք, շփվենք, իմանանք երեխաները ոնց են սովորում, կինը ոնց է, Ռուզանը ոնց է, Ռուզ պրիվետ։ Մարդ ում երևի թե առաջին հերթին սիրում ես, նոր ես ընկերություն անում հետ, սերի կոմպոնենտ կա իր ընկերության մեջ եւ կյանք ապացուցեց թե մասնագիտությամբ ոլորտում, թե կյանքի ոլորտում Արամ Սահակյանին կարելի է վստահել, մի քիչ բան ստացվեց, որ դիմել ինչ որ մի հարցով, թե մասնագիտական միշտ կողքին, միշտ որովհետև իր մասնագիտականը նաև դուք գիտեք, որ դա միկրովիրաբուժություն, դա տրավմաներ եւ այլն, շատ անգամ շաբաթ, կիրակի, գիշեր միշտ արձագանքել է, միշտ։ Արամի հետ ունեմ 20 տարվա ընկերության, երևի 20-ից 25 տարվա ընկերության փորձ։ Արամը իմ ամենօրյա ընկերը չէ, բայց շատ հարազատ մարդ է ինձ։ Մենք շատ քիչ կարող ենք խոսել իրար հետ, շատ քիչ շփվել, բայց այդ շփումները միշտ հիշարժան են, այդ շփումները միշտ շատ հետաքրքիր են, կարևոր են, թե իմ, թե իր համար։ Միշտ լավ է իր հետ անցնում ժամանակը, ինքը էներգիապես ընկերության մասին է Արամը։ Պատահական չի, որ ամենատարբեր սերնդների մարդիկ Արամի ընկերներն են, չգիտեմ, Մալխասը 70 անցա, բայց Արամի ընկերն է, երիք չի Արտուձաձա ընկերն է, մի հատ էլ ընկերություն անում Արամի հետ։ Ինքը երևի ընկերասիրությունը, եթե տենց նայես Արամի ամենացայտուն բնորոշ գիծը ընկերասիրությունն է, հայտնվելն է շատ կարևոր պահերին քո կողքին կարող է հայտնվել ու օգտակար լինել, ինքը մեջ կա, ուսա։ Լավ հայա, լավ, բազմազավակ, շշմելու հայտեղերքից է, ավանդույթները պայելով շատ հետաքրքիր մարդ է Արամոն եւ ես միայն կարող եմ ողջունել իր բոլոր մտահղացումներին, որովհետև ինքը շատ դրական բաներ ունի, շատ Արամը։ Լավ երևանցի տղա է,
լավ երևանցի հայ տղա է։ Սիրելի մարդկանց մասին շատ դժվար է խոսելը, շատ, որովհետև դու անդադ մտածում ես, որ գերադրական մի բան ասես, մինչև վերջ արտահայտվես, եւ այդպես էլ չի ստացվում։ Հիմա դոկտոր Արամ Սահակյանի մասին եթե խոսենք, ես իրեն դոկտոր ջան եմ ասում։ Ինքը 24 ժամ բժիշկ է, 24 ժամ ընկեր է։ Իրեն ցանկացած հարցով կարելի է դիմել։ Ինքը միշտ պատրաստ է։ Չէ բառը այս դեպքում չկա։ Ինքը ընկերություն է անում եւ իր տարիքային սահմաններում, եւ իր տարիքից մեծ մարդկանց հետ, եւ ճիշտ շփվել գիտի, եւ մտերմանալ գիտի, արյունակից դառնալ գիտի նույնիսկ Արամը։ Որովհետև եղել են սիտուացիաներ, երբ ինքը շատ անհրաժեշտ է եղել, շատ պետք է եղել իր օգնությունը, իր ներկայությունը։ Ինքը գիտեք ինչպես է գալիս, այնպես է գալիս, որ դու երբևէ չես մտածում, որ այնք իրեն նեղություն տվեց կամ ստիպված արեց, այնպես է գալիս, որ հենց այդպես էլ պիտի լիներ։ Քաղաքի գույն, քաղաքի տղա, գենետիկ իր հիշողությամբ, որովհետև Արտավազդը մեր երկրի լեգենդար բժիշկներից է, Արտավազդ Սահակյանը։ Մարջիկը, Մարջանը, մայրը հրաշալի ու շատ հետաքրքիր մայր։ Ռուբոն աղբերը էլի շատ ուրիշ ձևի, Արամին չնման ուրիշ ձևի հեքիաթ է։ Ճանաչում եմ ընտանիքը, Արամին, Ռուզոյին իր 4 բալիկներով։ 4-րդի ծնունդը ընդհանրապես հրաշք էր, միշտ հիշում եմ այդ Արամը ոնց բացատրում էր, նստած էինք Ռաֆայել Մեգալի առիթներ ու բացատրում էր, որ 4-րդն է, ես չէի հասկանում ինչա ցույց տալիս ու միշտ հիշում եմ Արամի այդ մատները, որ 4-րդն է։ Ասում են յուրաքանչյուր կայացած տղամարդու թիկունքում փնտրիր այդ կայացմանը նպաստող կնոջ մատնահետքերը։ Սերը ձեզ հանդիպել է դպրոցական նստարանին։ Այո, շատ ուժեղ հանդիպեց այդ սերը։ Հանդիպեց եւ շատ լավ է։ Սովորել ենք նույն դպրոցում, Չարենցի դպրոցում ենք սովորում, ճիշտ ասած 8 տարի տարբեր դասարաններում ենք սովորել, տենց չենք ճանաչել իրար, բայց 8-րդ դասարանից մինչև 10-րդը միասին նույն դասարանում սովորեցինք, ճիշտ ասած տենց իրար հանդեպ ոչ մի ինչ-որ բան չկար, դպրոցը ավարտելուց հետո, գիտեք ոնց է ստացվել, ոնց միանգամից է դա եղել, ոնց մի վայրկյանում, այսինքն ես հասկացել եմ, որ իրան սիրում եմ, ճիշտ է իր վերաբերմունքից է դա եղել, իր ժեստերից, ինքը շատ ուշադիր է եղել իմ հանդեպ, շատ ջենտլմեն է, որ խոսք չկա, ու տենց անգամ դաժե մենք 16 տարեկան ենք, բայց ինքը այդ տարիքում արդեն այնքան ուշադիր էր իմ հանդեպ, որ սիրահարվեցի, սիրեցի մինչև հիմա։ Ձեր կինը ճարտարապետ է, բժիշկ չի։ Մասամբ բժիշկ է արդեն ոնց։ Մի քիչ էլ որ մնա իրատել սկսի արդեն։ Այնց հետաքրքիր է, դուք ձեր հայրական ընտանիքից, արժեքներ ներմուծել եք ձեր ընտանիք, որոնք շատ կարևոր են։ Իմ հայրս երբեք ընտանիքի առօրյային չի մասնակցել երբեք, բայց ինքը միշտ ընտանիքին տեր է։ Եվ անկախ նրանից, թե դու ինչքանով ես զբաղված, դու առնվազն պետքա տեղյակ լինես քո մոտ ինչա կատարվում եւ ընտանիք ստեղծել շատ հեշտ է, պահելն է դժվար։ Մեծ փորձ ունեմ ընտանիքի եւ ես արդեն ընտանիքս 23 տարեկան է գրեթե։ Պահելը հաստատ ամենօրյա ինչ որ աշխատանք, թեկուզ փոքր, բայց պահանջում է, այդ է եկել իմ հորից։ Դա պահանջվում է երկուսից, չէ՞։ Երկուսից, բայց տղամարդուն դժվար է, ինքը հերո է լինում օրվա մեջ։ Ամեն ինչ չի որ հասցնում է, բայց կինոտ էլ պիտի դե գլխին կին լինի էլի։ Ձեր բախտը բերել է։ Իմ բախտը ակնհայտ բերել է։ Որքանով եք ձեր շոց զբաղվածության մեջ, այդ վազքի մեջ, մասնակցել ձեր 4 զավակների կյանքում։ Հիմա որ մի քիչ եմ տեսնում, բայց իրանք ծնվել են իմ բավական երիտասարդ կյանքի։ Կտորնի ես 19 տարեկան եմ, երբ որ ավակ դուստերս ծնվել է։ Սկիզբը ոնց որ հասցրել եմ։ Իր զբաղվածության հետ միաժամանակ ամեն ինչից տեղյակ է։
երեխաներից, խիստ է շատ խիստ է երեխաների հետ, բայց միաժամանակ լավ ընկեր է իրանց։ Տարիքային շատ փոքր է իրանց տարբերությունը, մեծ աղջկաս հետ 19 տարի տարբերություն է, ոնց որ ընկերներ լինեն։ Շատ իրար հետ լավ հարաբերությունների մեջ են, ամեն ինչ գիտի իրանց մասին, անգամ որ չի իմանում գալիս է հարցնում ահ ինձ ասա տեսնեմ ստեղ ինչ կա, տենց ամեն ինչից պետք է ինքը տեղյակ լինի, բայց ցույց է տալի որ ինքը տենց չգիտի, էլի, այդ իզնից է իմանում, այդպես։ Նա հրաշալի հայր է, հրաշալի ամուսին է, շատ ուրախ եմ այս առումով հարսս նույնպես շատ աշխատասեր ճաշակով ճարտարապետ է եւ այս առումով երջանիկ եմ ու հանգիստ եմ հրաշալի թորնիկներ ունեմ թե Մարջանը թե Արտավազդը թե Արփին որը մորս անունն է կրում Մարջանը կրում է տիկնոջս անունը Արտավազդը իհարկե իմ անունն է Մանե անունը շատ եմ սիրում փոքր թորնիկիս հրաշալի երեխաներ է դասիրակել իհարկե դա Ռուզաննայի ավելի շատ շնորհքն է, որովհետև մենք սովորաբար հայրերը աշխատանքի տեղում են լինում երեխաների դաստիարակությամբ զբաղվում են մայրերը։ Ես կուզենայի, որ թորնիկներս նույնպես լինեն մեր ազգին, մեր հայրենիքին պիտանի մարդիկ եւ նպաստեն Հայաստանի ծաղկմանը եւ բարգավաճմանը։ Արամը ընտանիքի նվիրված հայր, նվիրված ամուսին եւ նվիրված զավակ է։ Եվ ես համոզված եմ, որ այն խոսքերը, որոնք մենք ասում ենք իր եւ իր հայրիկի մասին, շուտով ասելու ենք իր զավակների մասին։ Հայրությունը ինչի մասին է, ծնող լինելը ինչի մասին է, ավելի շատ հաճույքի թե պատասխանատվության։ Ես շատ անհանգիստ ծնող եմ իրականում։ Ինչ որ անգամ մի տեղ գնալ եմ երեխաների շատ դժվար եմ տանում, ծանր եմ տանում ամեն ինչը։ Բայց դե հաճույքն էլ իրանց հաջողություններն է քո հաճույքը, էլի։ Իրանց ինչ որ նոր բան որ անում են, մի բան ստացվում է իրանց մոտ, հենց դա է հաճույքը, բայց մնացածը ասեմ ձեզ բավականին իմ պարագայում շատ լարված եմ լինում։ Արփիս որ հիմա այստեղ չի սովորում, ինքն էլ դժվար է բաց թողել, չէ՞։ Դժվար չէ, ես հələ բաց չեմ թողել, ինքը 2 տարի անդեղ է, բաց չեմ թողել։ Բայց այդ շատ դժվար պատմություն է, երբեմն օրինակ ինչ որ էտապ է սկսել, որ իմ ընկերների երեխաները օրինակ ամուսնանում են, բան մեծանում են, հələ չեմ հասել, չեմ հասունացել տենց մտքերի։ Այդ անընդհատ այդ մտքերի մոտ sense խմորվում են։ Ու ես շատ անհանգիստ եմ։ Պապան միևնույն ժամանակ ինքը շատ խիստ ծնող է, բայց ինքան բարություն կա իր մեջ, չգիտեմ, ասենց ինքը փորձում է ամեն ձև համընկեր լինի մեզ իր տարիքի բերմամբ նույնպես, որ ջահերա երիտասարդ է։ Փորձում միշտ մեզ հասկանալ, միշտ աջակցում է։ Չգիտեմ, ամեն ձև փորձում է մեր կողքին լինի, էլի։ Ի սկզբանե ինքը դեմ էր իմ գնալուն արտասահման սովորելու, մայրիկիս միջնորդությամբ տենց ստացվեց, որ շատ բարդ ձևով, բայց թողեց էլի վերջում։ Ու հիմա էլ ինքը մենակ գոհ է դրանից ու երջանիկ է, որ ես դուրսում եմ սովորում ու բարձ լավ կրթություն եմ էլ ստանում իրականում։ Արփին ձեր ճանապարհով չգնաց, գնաց բիզնես ոլորտ։ Շատ խելացի քայլեր իր միջելուց։ Բայց ձեր ավագ դուստրը ընտրեց ձեր ճանապարհը։ Դա էլ շատ խելացի։ Ինքը այդպես ինչ-որ ակտիվ վիրաբուժական կամ ակտիվ բժշկական կյանք է ուզում, որից ես ուզում եմ իրան սահմանազատեմ, որպեսզի ապագայում որպես կին, որպես ընտանիքի կին ինքը կարողանա ավելի շատ ժամանակ ունենա։ Իհարկե հրաշալի կին բժիշկներ եմ ճանաչում, բայց կնոջ համար կարծում եմ շատ ծանր է լինում այդ համատեղումը։ Դրա համար ես չեմ ուզենա իմ աղջկաս համար տենց ապագա շատ տենց գերակտիվ գրաֆիկներ։ Բայց իրանց ճանապարհն է, իրանք կընտրեն, վստահ եմ, որ իրանք կգտնեն այդ։
Արտավազդը կգնա մայրիկի ճանապարհով։ Արտավազդը կգնա մայրիկի եւ պապիկի երազած ճանապարհով, որտեվ ավակ Արտավազդն էլ էր ճարտարապետ ուզում դառնալ, բայց դարձավ բժիշկ։ Ի ուրախություն մեզ բոլորիս։ Բայց ինքն էլ հիմա տեսնենք, հիմա ակտիվ պարապում է ընդունելության քննությունների համար եւ հաջորդ տարի արդեն պետք է զբաղվենք այդ հարցերը կարգավորելով։ Փաստորեն դուք ձեր հաճելի պահերը մի ձևով տեղավորում եք վիրահատությունների որոշակիացված, հստակեցված ժամանակների արանքում։ Ոչ մի հստակեցված արանք չկա։ Չկան, դրանք էլ չկան։ Մանեից գնամ գրկեմ փոքր աղջկաս, այդ ամեն ինչից ուժեղ է ազդում, փոքր աղջիկս շատ ուժեղ է վրա ազդում, դրական դիցքերը շատ ջիգարով աղջիկ ունեմ։ Ազատ ժամանակից զբաղմունքը այնուամենայնիվ որն է լինում։ Տեսնել ընկերներին, գրկել մանեին, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, դե մարզասրահը դա պարտադիր է։ Նորություն եմ համարալ, պարտադիր է դարել հիմա։ Պարտադիր լիցքավորում։ Բայց ես ձեր կաբինետում, պահարանում, մասնագիտական գրքերի կողքին տեսա նաև գեղարվեստական գրքեր։ Վերջին կարդացած գիրքը որն է։ Եվ գեղարվեստական, եւ քաղաքական գրքեր կարող եք հանդիպել իմ մոտ։ Արվեստն է շատ, որը որ իմ այդ դարակներում շատ իմ խառնվածքին մոտ գրքեր կան։ Չեմ ասի, բայց որոնք են, որ եկել է գիտի։ Ինքը մշակութային ամեն ինչ գիտի, բոլոր նոր գրքերը, որ դուրս են գալիս, ինքը գիտի, ինքը խորհուրդ է տալիս, ինքը ծանոթացնում է, ինքը սիրուն նվերներ է քեզ բերում գրքի տեսքով։ Ինչ թեմայից էլ մենք խոսենք իր հետ, ինքը ունի գիտելիք այդ թեմայի շուրջ եւ կարող է կիսվել այնպիսի նորություններով, որոնց մասին նույնիսկ մենք չգիտենք։ Շատ հաճախ նույնիսկ ռադիոլոգիայի հետ կապված բավական նոր այսպես միջամտություններ եւ ռադիոլոգիական հետազոտությունների մասին է ինձ հարցնում, որոնց մասին շատ ռադիոլոգներ բնավ չգիտեն։ Ինքը շատ երկրներում ա եղել ու ամենտեղից ինքը պատմություններ ունի, բայց հիմա ժամանակի բերմամբ այդքան չեմ հասցնում, բայց ես վերջերս իր հետ Ֆրանսիա ենք գնացել ու ասենց ամեն փողոցներում ինքը ցույց էր տալի իր մանկության վայրերը, որտեղ է եղել, որտեղ է ծնողների հետ ժամանակ անցկացրել։ Կոռեկտ չէ խոսել թերություններից, բայց յուրաքանչյուրս էլ մահկանացու ենք, ունենք մեր ուժեղ գծերը եւ ունենք թուլությունները, որոնք այնուամենայնիվ հուսահատ ճիքեր են կանում հղկելու։ Այդ ձեզ խանգարող թուլությունը։ Ես ուշանում եմ միշտ ամեն տեղից։ Չեմ սիրում այդ իմ գիծը, թուլությունը։ Բայց դե դա էլ թող ինձ լինի, ինչ կլինի։ Ասում են նաեւ բռնկվում եք։ Ասում են երևի այո, մի քիչ շուտ, մի քիչ ավելի քան պետք է, բայց մի հատ շատ լավ ընկեր ունեմ, ասում է обострённое чувство справедливости։ Դա ինձ ջղայնացնում է, երբ որ դա չի լինում, արդարություն չի լինում եւ ինչ որ բաներ շատ վիրավորական են լինում։ Հնարավորինս փորձում զսպեմ ինձ, բայց կարող է բռնկումներ լինեն, այո։ Ունի շատ բարդ բնավորություն, բայց ինձ երբ որ թելը բռնում ես, շատ հեշտ է ստացվում իր հետ շփումը։ Ու ինձ թվում է, այս վերջերս կարողացել եմ էլի, ես այդ թելը բռնեմ, շատ հարցերում իրար հասկանում ենք։ Ինքը ունի sense մի բնավորության գիծ, որ եթե անգամ sense բռնկվեց, հա, sense այդ պահի տակ բան, որ ասма տարիների փորձը որ սովորացրել է, որ պահին ոնց պետքա խոսանք իր հետ, որ ստանանք մեր ուզած պատասխանը իրենից, բայց ստացվում է, նորմալ է ամեն ինչ։ Մենք շատ լավ ընկերներ ենք իրար հետ։ Ես իմ կյանքի ամենամտերիմ, ամենալավ ընկերն է ինքը, միակ ընկերս է իմ։ Կարող եմ տենց ասեմ, շատ սիրում ենք իրար, ամենաշ։ Դե ընտանիք ամեն ինչ լինում է, բայց շատ սիրով ենք իրար հետ։ Կարծում եմ ինքը շատ էմոցիոնալ մարդ է։ Արամի էմոցիան շատ իրեն տարբերում է այն բժիշկներից, որոնք հիմնականում ամեն ինչի վրայով ցինիզմով կարող են ասել, չնայած ցինիզմն էլ շատ լավ ունի, այսինքն թե հումորի զգացողություն, ինքը կրասավչիկա իմ համար, ինքը Նիկոլայ Ռամանովին շատ նման դեմքով ազնվական հետաքրքրություն ունեցող մարդ է։
Արմի թերություններից հիմնականը որ կուզեմ նշել, անհամբեր է, անչափ անհամբեր, ինչքան էլ ես նրան հորդոր եմ դանդաղ շտապել կամ ուղղակի համբերել, բնավ դա չենք տեսնում երբևէ։ Օրինակ, MRT հետազոտության ժամանակ ես նրան մանրամասն բացատրում եմ, որ այսօր ստանալու ենք հազարավոր նկարներ, որոնք մանրամասն պետք է մշակվեն, նոր վերջնական կարծիք հայտնեմ։ Հենց հետազոտության ժամանակ արդեն սկսում են զանգեր Արամի կողմից։ Նախնական կարծիք, ասա լուրջ խնդիր կա թե չէ, ու նույնիսկ հետազոտությունից հետո ինքը կգա, իրար հետ կսկսենք նայել եւ զգում եմ, որ այդ անհամբերությունը կա, բայց անհամբերության հիմնական պատճառը ցանկությունն է բուժառոյին կամ իր հարազատին օգնելու։ Այլ թերություններ անկեղծ ասած չեմ հիշում այս պահին, բայց կուզեմ նշել, որ Արամը անչափ մեծ պատասխանատվությամբ եւ հզոր կամքի ուժի տղա է։ Տղամարդ է եւ իր խոսքի տերն է, որը ըստ իս առաջին կարևոր պայմանն է հայ լինելու եւ տղամարդ լինելու։ Իր չափազանց շատ մարդկանց նվիրված լինելը, որը ինչ որ ժամանակ առ ժամանակ Արամի մոտ առաջացնում է հիասթափություններ ու նեղվում է Արամը դրանից, բայց դա բնական է, չեն կարող լինեն բոլորը նենց, ոնց որ դու պատկերացնում ես, ոնց որ քեզ ուզում ես։ Միակ բանը ես այդ կարամ ասեմ, որ ես իրան մեկ-մեկ ասում եմ, ինքը ջղայնանում այն վրա, այսպես ասած։ Իմ համար երևի աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն է, կարող իմ ամուսինն է դրանից, բայց շատ անգամ իրան այդ բարությունը շատ խանգարում է, ինքն էլ է հասկանում դա, բայց ասում է, ես ուրիշ ձև չեմ կարող։ Շատ բռնկվող է, շատ ինչը որ իրանն է, տենց իր այդ կոպիտ ասած հենց սեփականատիրոջ կարգավիճակում է, իր երեխաները, իր կինը, իր ընտանիքը, անգամ 22 տարի ամուսնացած ենք, բայց մեկը այն, որ ինքը ամեն ինչ պետք է իմանա, որտեղ ենք, ինչ ենք անում, ուր ենք գնում, որ պահին որտեղ եմ, ես որտեղ եմ, երեխաները որտեղ են։ Սենց ինքը ամեն ինչից պետք է տեղյակ լինի։ Հիշում եմ 7 տարեկան էր, ես ժամանակին գիտեք Եվրոպայում էլ, հատկապես Ֆրանսիայում ճանաչված անձ եմ եղել եւ մեծ ընդունելության ժամանակ, երբ որ ամբողջ ֆրանսիական էլիտան էր, Արամը 7 տարեկան էր, մոր հետ առաջի անգամ եկել էր Փարիզ, դե ոչ կինս էր ֆրանսերեն խոսում, ոչ անգլերեն, ոչ երեխան պարզ է, դիսկոմֆորտ էր իրենց համար, բայց բոլորը սիրալիր էին։ Եվ Ֆրանսիայի վիրաբույժների ասոցիացիայի պրեզիդենտը, որ դեսերտի հետ զրուցելուց ինձ սիգար առաջարկեց, ես չվշտացնելու համար օգտվեցի, զրուցում ենք, նույնիսկ Ֆրանսիայի նախագահի խորհրդական կար, Վիետնամից, Ամերիկայից տարբեր, այդ ժպիտով զրուցելու ակնթարթին հանկարծ այնպիսի մի քացով հարված գացի եւ փորիս եւ ծնկներից, որ քիչ էր մնում, որ չոքեմ, դա տղաս նկատել էր, որ ես ծխում եմ, իսկ իմ սիրտը վաղուց պրոբլեմներ ունի, մայրը ասել էր մի ծխի ես սորբար չէի ծխում, ծխախոտը ձեռքից տեսել էր եւ եկավ հորը հարվածեց, բավական զավեշտալի վիճակ էր։ Օրվա ավարտին, երեկոյան, դե բոլորս էլ օրը ամփոփելու մտքում շատ արագ այդպեսի ինձ թվում է արարողակարգ ունենք, ամեն մեկս մեր ձևով, երբ է լինում ձեր գոհունակությունը եւ երբ է լինում դժգոհությունը, ինքներդ ձեզնից։ Դժգոհությունը այդ օրվա մեջ ոչ մի բան իրապես չեմ կարողացել փոխել, ինչ որ բան չեմ արել, չեմ հասցրել ու մնացել է վաղվա, այդ վատագույն բանն է, որ օրինակ ինձ լարում է երեկոյան, բայց որ արել եմ արդեն տենց սիրտս հանգիստ, ինձ թվում է բոլորին էլ տենց զգացում կտա էլ, որ գործը չհասցրեցիր։
Երբ զրուցում էի բոլորի հետ, ձեր ընկերների, ձեր պացիենտների, ձեր ուսուցիչների հետ, բոլորը մի շատ տենց կարևորագույն գիծ ձեր կերպարից, որ դուք շատ վառ եք եւ շատ տարբերվող եք, եւ ես ուզում եմ ձեր կյանքից մի հատ տենց փոքրիկ շրջան առանձնացնեմ, որտեղ բոլորից դուք զարմացրեցիք, դա COVID-ի ժամանակաշրջանն էր, երբ դուք հանում եք ձեր սպիտակ խալաթը եւ բլոգերի նման մտնում եք եթեր եւ կազմակերպեցիք ահռելի աշխատանք։ Շատ հետաքրքիր փորձություն էր, իհարկե շատ տրագիկ պայմաններում էր այդ ամեն ինչը կատարվում։ Շատ վախում էի COVID-ից, մինչև այդ COVID-ը հասավ Երևան, Հայաստան։ Այդ վախն էլ հենց ստիպեց ենթադրում եմ տենց ուղիղ արճակատման գնալ։ Այնտեղ վախս անցավ, իհարկե շատ վատ բաներ տեսա, բայց միաժամանակ ծանր օրերին ինձ պիտանի էի զգում, թե չէ ես դժվար թե հանգիստ կարողանայի նստել տանը եւ հետեւել այդ չարաբաստիկ հիվանդությանը կողքից։ Ես իհարկե չեմ համարում, որ ինչ-որ մի շատ մեծ բան եմ արել, բայց ես առնվազն կարողանում էի իմ ընկերներին, որոնք որ ամենօրյա ռեժիմով 24 ժամով նորքում աշխատում էին ինֆեկցիոն հիվանդանոցում, գոնե ինչ-որ ես նենց չէր, էլի հիվանդի հետ նստած չէի նորքում, բայց այնտեղ ընկերներ ունեի, որ անդադար 24-ժամյա ռեժիմ։ Այդ պացիենտների հետ էին անդադար ու իրականում նենց չէր, որ սկզբում իրանք էլ չէին պատկերացնում ինչ ծավալների կհասնենք, ուր կհասնենք։ Թիկունքում ինչ որ մեկը պետք էր համենայն դեպս եւ վախտ վիճակվեցին, որ դա ես եղա ու շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ իմ բժիշկ ընկերներին, որոնք որ իսկապես անձնուրաց աշխատում էին։ Ես հիշում եմ COVID-ի համավարակի ժամանակ Արամը առանց ինչ-որ մեկին հարցնելու, առանց ինչ-որ մեկի հորդորի ինքնաբուխ սկսեց բավականին մեծ օգնության կազմակերպում կարիքավոր անձանց եւ այն անձանց, ովքեր այդ պահին դրա անհրաժեշտությունը ունեին։ Եվ ոչ միայն սեփական միջոցներ, այլ նաեւ ամբողջ շրջապատի միջոցներ ճիշտ համադրելով բավականին մեծ արդյունք ստացավ նա։ Առաջին մարդն էր, ով այդ ալիքը արթնացրեց, որից հետո դե իհարկե տարբեր աշխատանքներ արվեց, հետո մենք միասին հիմնեցինք բժիշկների կամավոր միությունը ընդդեմ COVID-19-ի եւ այլն, բայց սկիզբը Արամն էր։ Մի հատ տենց հասարակական կազմակերպություն հիմնեցինք, որտեղ ես էի, Արամն էր Սահակյան, Բադալյան Արամն էր ու Մատինյան Նարեկը 4 հոգով։ Ու իհարկե էլի մեր ընկերներ, բայց որպես հիմնադիրներ մենք որպես տարբեր հասարակական, ցենց ինչ որ բժշկական գործունեություն կարողանայինք իրականացնենք, որպեսզի օգնեինք նախարարությանը, հիվանդանոցներին, մեկուսարաններին այդ բանը, ինչ որ բանով աջակից լինեինք։ Շատ հետաքրքիր, տենց էմոցիոնալ պիրուդ է, որտեղ Արամը իրան էլի ասում դրսևորեց որպես առաջամարտիկ, որպես տղամարդ, որպես հայ մարդ, հայրենասեր մարդ ու բժիշկ։ Շատ շնորհակալություն Արամ, շատ հետաքրքիր զրույցի համար եւ թերևս վերջում ամենավերջին հարցը, հա։ Նայեք, ինչքան ես կարողացել եմ ընկալել ձեր կերպարը, գիտեմ, որ ձեր ամեն ինչի հիմքում դա սերն է։ Առանց սիրելու դուք չեք մտնի վիրահատարան, առանց սիրելու դուք մարդու հետ հաց չեք կիսի, եւ առանց սիրելու որևէ ճանապարհ չեք գնա։ Ինչ եք կարծում, համամիտեք, որ կյանքի ապրելու հիմնական ռեսուրսը դա սերն է։ Նպատակն էլ է սերը, ռեսուրսն էլ է սերը։ Ծիլ տվողը սերն է։ Ծաղիկ ամեն ինչն է, ի վերջո պարփակվում է եւ սկսվում եւ ավարտվում է այդտեղ։ Ես չգիտեմ, մի ավելի ուժեղ բան, քան սերն է, որտեվ մենակ դա է, ամեն ինչի, ինչին որ քեզ տանում է, մեկը սերն է ի վերջո։ Լինել ազնիվ, աշխատասեր, հայրենասեր եւ անընդհատ զբաղվեն ինքնազարգացմամբ, սա շատ կարևոր է, երբեք չձգտեն ինչ-որ պաշտոնի կամ փողի մոլուսկով չտառապել կամ կիսեն դիմացինի ցավը նույնպես եւ մարդկանց նայեն որպես իրանց եղբայրների եւ քույրերի։
Սա շատ կարևոր գիծ է։ Իհարկե ամենակարևոր գծերից մեկը դա արժանապատվության պահպանումն է եւ երբեք անտարբեր չլինել անարդար գործողություններին։ Սա ինձ թվում է մարդկության անկախ թե որ ազգից են, ինչ ցեղից են, զարգացման պարտադիր նախապայմաններից մեկն է։